Հատուկ քննչական ծառայությունը ազգային ժողովի նախագահին է ուղարկել փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին Հայաստանի պարլամենտարիզմի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը, որպեսզի խորհրդարանի նախագահը քննարկի այն։ Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին հատուկ քննչական ծառայությանը ներկայացրած հաղորդման մեջ գրել էր, թե նշված պատգամավորները խախտել են Հայաստանի սահմանադրությունը, նաև ազգային ժողովի կանոնակարգը։ Ռուբեն Թորոսյանը նաև նշել էր, թե ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդունելով կատարվածը, սակայն խախտելով ազգային ժողովի կանոնակարգը, կարգապահական որևէ միջոց չեն ձեռնարկել, ըստ Թորոսյանի կարգազանց պատգամավորների նկատմամբ։ Մեծ հարցերին գրավոր պատասխանելով հատուկ քննչական ծառայությունը նշել է, թե Ռուբեն Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ազգային ժողովի նախագահի քննարկմանը, հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության կարգի 25-ից 28-րդ կետերի համաձայն։ Հատուկ քննչական ծառայությունն ընդունած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս, գրել է հատուկ քննչական ծառայությունը, չմասնավորեցնելով, թե հատկապես որ կետն է հիմք ընդունել։ ՀԿՑ-ն ինչ է, մի բան է, պոկված բեկոր է այս իշխանության։ Իդե ՀԿՑ-ն ոչ իր կանոնադրական պարտականություններն է կատարում, ոչ իր անկախ որպես մարմնի մի մաս օրինականությունն է ապահովում եւ այսինքն պաշտոնյա մարդկանց վարքագիծը օրենքի հետ խնդիրներ ունենալը չէ, ինքը պիտի քննի, բայց ինքը չի քննելու, որտեղ ինքը ոչ թե իր գործողություններով այդ նպատակին է ուզում հասնել, այլ ուզում է նպաստել, որ այս անօրինականությունների շղթան շարունակվի։